Բարև ձեզ, այսօր 2025 թվականի ապրիլի 20-ն է, միլիարդավոր մարդիկ աշխարհում այսօր տոն են տոնում, գնում են եկեղեցիներ, մոմ են վառում, ձու են ներկում, յուրաքանչյուրը իր ձևով այս տոնը տոնում է, դա ձեզանից յուրաքանչյուրի իրավունքն է, ամեն մարդ ինքն է որոշում ինչ կյանքով ապրի, ինչ արժեքներով ապրի, ինչ նպատակներ դնի իր առջև։ Ես որևէ մեկին չեմ կարող պարտադրել որևէ մի բան, ես չունեմ այդ իրավունքը, բայց իրավունք ունեմ քննադատելու, իմ տեսակետը ներկայացնելու, իմ կարծիքը հայտնելու և քննադատություն կարող է լսել որոշակի իմացություն ունեցող մարդը, այսինքն իմաստուն մարդիկ, երբ նրանք այնպիսի իմացություն ունեն, կարողանում են զանազանել վիրավորանքը քննադատությունից։ Եթե ձեր զրուցակիցը կարողանում է հիմնարար պատճառներ ներկայացնել իր քննադատության, ապա ես կարող եմ այդպիսի մարդուն շնորհակալություն հայտնել և անհրաժեշտության դեպքում մեկ ուրիշ հարցի վերաբերյալ, եթե ես խորհրդի կարիք ունենամ, կհիշեմ այդ մարդուն, կզանգահարեմ և կուզենամ լսել նրա կարծիքը նաև այդ հարցի վերաբերյալ։ Ինչ եմ ուզում ասել, որ ես իրավունք ունեմ ձեզ քննադատելու, հայտնելու իմ կարծիքը, իսկ դուք իրավունք ունեք լսել, ընդունել կամ չընդունել, դա ձեր իրավունքն է։ Եթերում հակաքրիստոնյայի խոսքը հաղորդաշարն է, իմ հեռախոսահամարն է 094 10 9505, ինչպես և խոստացել էի, այսօր ես խոսելու եմ այն մասին, թե ինչու եմ հանդես գալիս որպես հակաքրիստոնյա, և երկրորդ հարցը, արդյոք ես այն հակաքրիստոնյան եմ, որի մասին գրված է Աստվածաշնչում։ Այս նյութը դեռ վաղուց էր պատրաստ, բայց ես միտումնավոր հենց այսօր որոշեցի այս եթերը անել։ Այնպես չէ, որ ես մի օր գիշերը պառկեցի քնելու ու առավոտյան արթնացա, որոշեցի հանդես գալ որպես հակաքրիստոնյա։ Դա երկարատև տարիների վերլուծական աշխատանքի արդյունք է, ուսումնասիրությունների, հետազոտությունների, և այսօր ես ձեզ այդ աշխատանքը կներկայացնեմ, թե ինչու եմ հանդես գալիս որպես հակաքրիստոնյա։ Քանի որ այսօրվա թեման շատ ծավալուն ու բովանդակալից է, ես կխախտեմ մեր հաղորդաշարի հիմնական ավանդույթը և հաղորդումը կսկսեմ առանց մեր մշտական կարգախոսների ու նախաբանի։ Աստվածաշնչում նշված է, որ վերջին ժամանակներում մեր աշխարհ է գալու Ներ անունով ինչ-որ մեկը, որը իր էությամբ հակաքրիստոս է, իսկ ես հանդես եմ գալիս որպես հակաքրիստոնյա, և հիմա ինչ տարբերություն կա այս երկու բառերի միջև, նրանց իմաստների միջև։ Այս հարցի պատասխանը դուք կարող եք ստանալ, եթե հաղորդումը դիտեք մինչև վերջ։ Այնուհետև գրված է, որ երբ Ները սկսի իրագործել իր չար ծրագրերը, ապա մեր աշխարհ է գալու երկրորդ անգամ Հիսուսը, այն նույն Հիսուսը, որին հռոմեացիները 2000 տարի առաջ սպանեցին։ Եվ հիմա
թե ինչու են գրքի հեղինակները այս երկու կերպարները մեզ ներկայացնում Ներ եւ Հիսուս անուններով, ինձ համար շատ պարզ եւ հասկանալի է։ Քանի որ գիրքը գրված է միամիտ հավատացյալների համար, տրամաբանություն չունեցողների համար, իսկ աշխարհում այդպիսի մարդկանց քանակը մեծամասնություն է կազմում, այսօր աշխարհում ապրում է 2.5 միլիարդ մարդ, որոնք հավատում են Կրիշը փախած Բուդդային եւ առավոտի ցիրիգուն մեդիտացիաներ են անում, իբր դա հոգեվոր զարգացման ձև է, մեթոդ է, չգիտեմ ինչ է։ 2.5 միլիարդ մարդ իրենց այսօր համարում են քրիստոնյաներ եւ 2.5 միլիարդ մարդ իրենց համարում են մահմեդականներ։ Ստացվում է, որ աշխարհում 5 միլիարդ մարդ քրիստոնյաներ եւ մահմեդականները հավատում են, որ Աստվածաշունչը դա սուրբ գիրք է, որ այդ գրքում ամբողջությամբ գրված է ճշմարտություն եւ հավատում են, որ այդ երկու գրքերում էլ Ղուրանում եւ Աստվածաշունչում նշվում է Հիսուսի երկրորդ գալստի մասին, հավատում են, որ Հիսուսը երկրորդ անգամ գալու է մեր աշխարհ։ Եթե ձեզանից որևէ մեկը մտածում է, որ ինչ որ մեկը գալու է եւ ասի, որ ինքը Ներն է, չարաչար սխալվում եք։ Եթե մտածում եք ինչ որ մեկը գալու է եւ ասի ներկայանա, որ ինքը Հիսուսն է, նույնպես սխալվում եք։ Իսկ ինչն է պատճառը, որ գրքի հեղինակները մեզ ներկայացնում են այդ դրական եւ բացասական կերպարները Ներ եւ Հիսուս անուններով, պատճառը այն է, որ քանի դեռ 5 միլիարդ մարդիկ սպասում են Հիսուսի երկրորդ գալստին, ապա ժամանակ աշխատում են ներերի օգտին։ Ես ինչ եմ ասում ներերի, որովհետև ներերը բաժանվում են երկու խմբի, երկու տեսակի, գիտակից եւ անգիտակից։ Ժամանակ աշխատում են նրանց օգտին, ներերի օգտին, գիտակից ներերի օգտին։ Նրանք այդ ժամանակահատվածում կարողանան իրագործել եւ ավարտին հասցնել իրենց չար ծրագրերը։ Իսկ դուք այդպես էլ սպասելով կկործանվեք։ Եվ հիմա եթե ոչ ոք չի գալու, ոչ Ներ է գալու, ոչ Հիսուսն է գալու, ապա ինչպես մենք պետք է հասկանանք այդ ինֆորմացիան։ Արդյոք այդ ինֆորմացիան ամբողջությամբ սուտ է։ Գիտեք այդ ինֆորմացիայի մեջ ճշմարտությունը որն է, ժողովուրդ ջան, որ վերջին ժամանակներում մարդկությունը բաժանվելու է երկու խմբի՝ ներերի եւ փրկիչների։ Եթե որևէ նշանակություն չունի, թե բացասական կերպարը ինչ անունով կներկայացվի, Ներ, Պողոս, Պետրոս, կարող ենք Նիկոլ անվանել այդ կերպարը, ապա գրքի հեղինակները միտումնավոր են ներկայացրել Հիսուսին, որպեսզի դուք սպասեք։ Մարդկությունը բաժանվելու է երկու խմբի՝ ներերի եւ փրկիչների։ Ես չեմ ցանկանում փրկիչի կերպարում Հիսուս անունը օգտագործել մի հասարակ պատճառով, որ ես այդ տղային չեմ ճանաչում։ Անձամբ ես իմ անձնական սեփական կարծիքը չունեմ նրա մասին, նրա հետ ոչ շփվել եմ, նա իմ ժամանակակիցը չէ, չեմ տեսել, չեմ խոսել, չեմ լսել, հասկանում եք։ Ես քանի որ զրկված եմ սուտ խոսելու իրավունքից, ես չեմ կարող ուրիշների կարծիքի հիման վրա կարծիք կազմել ու ընդունել կան։ Դրա համար ես Հիսուսի մասին ոչ լավն եմ ասում, ոչ էլ վատը։ Եթե խորանանք եւ ձեզանից որևէ մեկը ոչ ոք չունի սեփական անձնական կարծիքը, դուք գիտեք, սրան նրան լսելով կարծիք եք հայտնում, չգիտեմ տոներ եք տոնում, դա ձեր իրավունքն է, ինչպես ուզում եք վարվեք։
Ես իմ անձնական կարծիքը չունեմ, այդ իսկ պատճառով ես այդ տղայի մասին ոչ լավն եմ ասում, ոչ էլ վատը։ Այդ իսկ պատճառով ես իմ խոսքի մեջ, իմ այսօրվա եթերի մեջ օգտագործելու եմ դրական կերպարում փրկիչ բառը։ Վերջին ժամանակներում ուրեմն մարդկությունը բաժանվելու է ներերի եւ փրկիչների։ Ներերը դրանք քանդողավերողներն են, փրկիչները դրանք ստեղծող արարողներն են։ Մեզանից յուրաքանչյուրը, երևի դուք մտածում եք, որ այդ գրքում ձեր մասին գրված չէ, սխալվում եք, մեր բոլորի մասին էլ գրված է այդ գրքում։ Թե ինչպես է մատուցված, դա արդեն ուրիշ հարց է։ Հենց հիմա դիմում եմ ձեզ, դուք այս աշխարհ չեք եկել, լույս աշխարհ չեք եկել։ Գրքում գրված է վերջին ժամանակներում լույս աշխարհ է գալու ինչ որ մեկը ներ, ինչ որ մեկը փրկիչ։ Հիմա մեզանից յուրաքանչյուրը կամ ներ ենք, կամ փրկիչ ենք։ Հիմա ես ավելի մանրամասը ձեզ բացատրեմ, եթե դուք փրկիչ եք, ուրեմն ներ չեք։ Իսկ եթե փրկիչ չեք, ուրեմն ներ եք։ Երկու օրինակ բերեմ։ Այսօր աշխարհում պատերազմներ են ընթանում տարբեր տեղերում։ Բոլորդ էլ տեղյակ եք այդ մասին, ճիշտ է։ Կա մարդ, որ տեղյակ չէ։ Իսկ դուք ձեր առջև ունեք այսպիսի նպատակ դրած, որպեսզի, չգիտեմ, ինչ-որ գործունեություն ծավալեք, որպեսզի երկիր մոլորակի վրա այլևս պատերազմներ չլինեն։ Երկիր մոլորակի վրա ռազմական արդյունաբերություն չլինի։ Չունեք այդպիսի նպատակ, ճիշտ է։ Ուրեմն դուք ներ եք։ Դուք այդ ներն եք, որի մասին գրված է այդ գրքում։ Կարող եք ասել, իսկ դուք ինչ կարող եք անել, չէ՞։ Ինչ կարող ենք անել, որպեսզի պատերազմներ չլինեն։ Դա ինչ չի հետաքրքրում։ Ժողովուրդ ջան, դուք արդյոք ունեք այդպիսի նպատակ ձեր առջև դրված։ Եթե դուք այդպիսի նպատակ դնեք, դուք էլ ճանապարհը կգտնեք։ Բայց դուք արդարանում եք, թե դուք ով եք, որ այդպիսի հարց լուծեք։ Դա արդարացում է, ոչ թե խնդրի լուծում։ Ուրեմն դուք ներ եք։ Եթե այս օրինակը չհասկացաք, ավելի փոքր մասշտաբի օրինակ բերեմ, չնայած հանցագործությունը չի լինում մեծ եւ փոքր։ Փողոցով քայլում եք ու տեսնում եք թփերի տակ մի տղա, մի աղջկա բերանը սկոչով կապել է, որպեսզի նրա ձայնը չլսվի, եւ այդ աղջկան բռնաբարում է։ Դուք տեսնում եք։ Դուք ինչ տարբերակներ ունեք վարվելու։ Երկու տարբերակ, չէ՞, կամ միջամտեք, կամ ոչ։ Եթե դուք միջամտում եք, դուք ընդունում եք փրկիչի կերպարը, այն փրկիչի կերպարը, որի մասին գրված է այդ գրքում։ Դուք փրկիչ եք դառնում։ Դուք փրկում եք այդ աղջկան նվաստացումից։ Այդ տղան, որ այդ արարքը ցանկանում է կատարել, ինքը ընդունել է ների կերպար, ինքը ներն է, այդ գրքի ներն է։ Դուք ձեր միջամտությամբ թույլ չեք տա, որ ները իր գործը հասցնի իր ավարտին, իր չար գործը, իր այդ ոչրագործությունը, հանցագործությունը։ Հասկանալի է, չէ՞։ Եթե դուք միջամտեք, դուք դառնում եք այդ գրքի փրկիչը, որի մասին գրված է վերջին ժամանակներում գալու է մի փրկիչ։ Ասեցի ինչու են Հիսուս օգտագործել Հիսուս անունը, որ դուք նստեք Հիսուսին սպասեք, կարծես թե դա ձեզ չի վերաբերվում, որ այդպես էլ կործանվեք։ Իսկ եթե դուք չեք միջամտում, ապա դուք ընդունում եք ների կերպարը, դուք ներն եք, այդ գրքի ներն եք։ Դուք ձեր անտարբերությամբ ու անգործությամբ թույլ եք տալիս, որ ները այդ ոչրագործությունը կատարի, հասկանալի է, չէ՞ ձեզ։
Սրանից պարզ ես չեմ կարող բացատրել։ Դուք կամ ներնեք, կամ ներեք, կամ փրկիչ եք։ Դուք ոնց ուզում եք հասկացեք, ուզում եք փրկիչ բառի տեղը մտածեք Քրիստոս, Հիսուս, չգիտեմ ինչ, Մարգարե, Միսիա, դուք կամ ներեք, կամ փրկիչ։ Շատ ժամանակ, օրինակ, իմ մոտ մի հարց է ծագում, արդյոք մեզ բոլորիս նույն արարիչն է ստեղծել, եւ շատերը նույնիսկ պատկերացում էլ չունեն, արարիչ ասելով ես ինչ եմ հասկանում, ես ավելի ճիշտ կլինի ասել արարչական քաղաքակրթությունը, որը մեզ ստեղծել է։ Դա այնպես չէ, որ մեկ հոգի մարդ այնտեղ նստած ամեն ինչ մենակ արել է, արարչական քաղաքակրթությունը, բայց ուղղակի խոսքի մեջ խոսելիս շատ հարմար է օգտագործել հենց արարիչ բառը եզակի թվով, ես այդպես էլ անում եմ։ Հիմա իմ մոտ հարց է ծագում, արդյոք մեզ բոլորիս նույն արարիչն է ստեղծել, եւ այդ հարցը կարծում եմ եւ նրանց մոտ է ծագում շատ ժամանակ հաճախակի, եթե նրանք 100% այդ հարցի պատասխանը գիտեն, իրենք են ստեղծել մեզ բոլորիս, թե ոչ, ապա ես հնարավոր եմ համարում նաեւ հետեւյալ տարբերակը, որ երբ նրանք ստեղծեցին մարդ արարածին եւ երկիր մոլորակը բնակեցրեցին 3 հիմնական ռասաներով, ոմանք ասում են 4, սպիտակամորթ, սևամորթ, դեղնամորթ եւ 4-ը կարմրամորթ, որևէ նշանակություն չունի, այդ ռասաներով բնակեցրեցին երկիր մոլորակը, միաժամանակ կամ ինչ-որ ժամանակ հետո մեր մոլորակ են ժամանել նաեւ այլ քաղաքակրթության ներկայացուցիչներ եւ նրանք գողանալով արարչի կողմից ստեղծված մարդ արարածի իքական սեռի ներկայացուցիչներին նրանց հետ սեռական կապի մեջ են մտել եւ այդ խաչասերման արդյունքում ծնվել են նոր մարդիկ, նոր տեսակի մարդիկ, որոնց մոտ խիղճ բացակայում է Ուրեմն ես հնարավոր եմ համարում այդ տարբերակը, որ նրանք գողանալով իքական սեռի ներկայացուցիչներին արարչի կողմից ստեղծված, նրանց հետ կպել են սեռական կապի մեջ են մտել եւ ծնվել են նոր մարդիկ, նոր տեսակի մարդիկ եւ դա է պատճառը, որ այսօր հազարամյակներ անց մարդիկ չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել, ճիշտ որոշում կայացնել կամ տրամաբանորեն մտածել։ Ինչևից է, իսկ ինչու է այդ հարցը ծագում իմ մոտ։ Ես 2018 թվականից զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ, իսկ արդեն շուրջ 7 տարի է Հայաստանում, իսկ 2011 թվականից մինչև 18 թվականը ես ուսումնասիրել եմ քաղաքական դաշտը համաշխարհային մասշտաբով, որպեսզի բավարար գիտելիքներ ու պաշար ունենամ քաղաքականապես ինֆորմացված եւ տեղեկացված լինեմ այդ գործունեությամբ զբաղվելու համար եւ միշտ 18 թվականից մինչև այսօր բավականին հանդիպումներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ, տարբեր խավի ներկայացուցիչների հետ, տարբեր ոլորտում աշխատող մարդկանց հետ եւ միշտ նույն հարցերն եմ տալիս, ինձ հետաքրքրում են, հարցնում եմ եղբայր, դու զբաղվում ես քաղաքականությամբ, մեծամասնությունը պատասխանում են ոչ, հարցնում եմ ինչու, պատասխանում են դե դա իմը չէ, այդ պատասխանից հետո ես մեկ այլ բնույթի հարցերի միջոցով փորձում եմ ապացուցել, որ իրենք սխալվում են, որ չեն զբաղվում եւ ուրեմն տրամաբանություն չունեն, որ չեն զբաղվում եւ դա ինձ հաջողվում է եւ հիմա եթե ձեզանից որևէ մեկը կասկածում է, օրինակ հենց հիմա դիտում եք այս եթերը դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, ես այս հարցերը ձեզ ուղղեմ, որոնք ես ուղղում եմ իմ
զրուցակիցներին եւ հետեւությունները դուք արեք։ Հարցնում եմ, եղբայր, իսկ օրինակ քեզ հետաքրքրում է, երբ դու մեծանաս, տարիքը դառնես, օրինակ ինչ թոշակ ես ստանալու, ինչ կենսաթոշակ։ Բոլորն էլ մեծամասնությունը պատասխանում են, այո, իհարկե հետաքրքրում է։ Մեր հասարակության միգուցե մի 5-ից 10%-ը, որ նյութապես ապահով են, բայց նույնիսկ նրանք այդ 50,000-ի կարիք ունեն մի ինչ-որտեղ կօգտագործեն, չէ՞, ինչպես որ ասվում է, լիշնի փող չի լինում։ Բոլորին էլ հետաքրքրում է, ինչ կենսաթոշակ են ստանալու։ Հարցնում եմ, իսկ քեզ հետաքրքրում է, օրինակ քո երեխաները, մեր բոլորի երեխաները, ինչ կրթական համակարգում են սովորում։ Ինչ են սովորեցնում մեր երեխաներին դպրոցներում, վարժարաններում, քոլեջներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Բոլորը պատասխանում են, իհարկե հետաքրքրում է։ Իսկ քեզ հետաքրքրում է, թե ինչ առողջապահական համակարգում ենք մենք բուժվում, դա արդյոք առողջապահություն է, թե բիզնես է։ Ինչպես են մեզ բուժում, թե փող են աշխատում մեր վրա։ Հետաքրքրում է։ Իսկ քեզ հետաքրքրում է, օրինակ, թե մեր երկրում ինչ իշխանություն է գործում եւ այդ իշխանությունը ինչ արտաքին քաղաքականություն է վարում այլ պետությունների հետ, այլ միջազգային սուբյեկտների հետ, որից կախված է մեր երկրի անվտանգությունը, մեր բոլորի անվտանգությունը։ Պատասխանում են, այո, հետաքրքրում է։ Իսկ քեզ հետաքրքրում է, թե ինչ դատական իշխանություն է գործում մեր երկրում, եւ եթե քո իրավունքները ոտնահարվի ինչ-որ մեկի կողմից, դու կարողանաս դատարանում վերականգնել, պաշտպանել քեզ։ Հետաքրքրում է։ Քեզ չի հետաքրքրում, թե գործադիր մարմինը ինչ քաղաքականություն է վարում նոր աշխատատեղեր բացելու համար, մեր աշխատավարձները բարձրացնելու համար, աշխատանքային պայմանները բարելավելու համար։ Բոլորին հետաքրքրում է։ Քեզ չի հետաքրքրում, թե օրինակ տրանսպորտի գինը, հասարակ տրանսպորտի գինը 100 դրամ է, 200 թե 1000 դրամ, հետաքրքրում է եւ նմանատիպ հարցեր բոլոր ոլորտներին վերաբերվող, մեր կյանքի ոլորտներին վերաբերվող, բոլորն էլ պատասխանում են, այո, հետաքրքրում է։ Եվ այդ ժամանակ ես վերջին հարցն եմ տալիս։ Եթե այդ բոլորը քեզ հետաքրքրում է, իսկ դու տեղյակ չես, ցանկանում եմ նորից կրկնել, տեղյակ չեք, որ այդ բոլոր հարցերի շուրջ որոշումներ կայացնում են քաղաքական գործիչները, որոնք նստած են ազգային ժողովում, կառավարությունում, քաղաքապետարաններում, տեղյակ եք, չէ՞։ Ինչ է ստացվում, որ ձեզ հարցեր են հետաքրքրում, մի շարք հարցեր են ձեզ հետաքրքրում, որը վերաբերվում է անմիջապես ձեր ընտանիքին, ձեր երեխաներին, եւ դուք գիտեք, որ այդ հարցերի շուրջ որոշումներ կայացնում են քաղաքական գործիչները, իսկ դուք այդ գործունեությամբ չեք զբաղվում։ Դուք ունեք տրամաբանություն։ Քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում դառնալ նպատակ դնել դառնալ վարչապետ։ Մենք բոլորս չենք կարող դառնալ վարչապետ կամ նախարար կամ ավականու անդամ։ Քաղաքականությամբ զբաղվել նշանակում է զբաղվել, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրություն կատարել։ Մինչև դուք այդ կուխնյայի մեջ չմտնեք անձամբ, դուք չեք կարող հեռուստացույց դիտելով հասկանալ, ինչ է տեղի ունենում։ Հայրենիքը կառուցում են հայրերը, հայրենիքը պաշտպանում են հայրերը։ Քաղաքականությամբ զբաղվել նշանակում է մեզ հետաքրքրող հարցերի շուրջ զբաղվել, գործունեությամբ զբաղվել, որպեսզի մենք բարենպաստ պայմաններում ապրենք։ Դա է նշանակում քաղաքականությամբ զբաղվել։ Իմ մոտ հարց է ծագում, ձեր ուսերի վրա գլուխ կա կամ ձեր գլխի մեջ ուղեղ կա, ցավալին այն է, որ ուղեղ կա, բայց ինչ է լսված ձեր ուղեղում, թե անոտ տարածություն է, փուչ է։ Ով եք դուք ընդհանրապես։ Ինչևից է, անդրադառնամ այսօրվա
թեմային, ինչու եմ ես հանդես գալիս որպես հակաքրիստոնյա։ Այդ հարցի պատասխանը իմանալու համար ես ձեզ կներկայացնեմ վերլուծական իմ աշխատանքը երկարատև տարիների, իսկ հետևությունները թողնում եմ ձեզ։ Եվ այդ վերլուծության համար ես կիրառել եմ երկու գործիք. հայոց լեզուն, որը մեզ շնորհված է Արարչից, մեզ բոլորից, եւ տրամաբանությունը որպես գիտություն։ Ես այս երկու գործիքներից ավելի ճշգրիտ գործիքներ չգիտեմ մեր կյանքը բարելավելու համար։ Տրամաբանությունը եւ հայոց լեզվի լեզվամտածողությունը։ Եթե դուք հարգում եք հայոց լեզուն, ապա այսօրվա եթերից հետո ունեք տրամաբանություն, եզրակացություններ կկատարեք։ Ուրեմն, սկսենք Աստվածաշնչից։ Ինչ է Աստվածաշունչը։ Դա մի գիրք է, իսկ ցանկացած գիրք իրենից ներկայացնում է ինչ-որ ինֆորմացիա։ Եվ եթե մենք որևէ ինֆորմացիա անալիզի ենք ենթարկում, ապա արդյունքում կարող ենք կատարել հետևյալ 3 եզրակացությունը, հետևյալ 3 հետևությունը կարող ենք անել, որ այդ ինֆորմացիան առաջին տարբերակ, առաջին տողից մինչև վերջին տողը սուտ է, երկրորդ տարբերակ, որ այդ ինֆորմացիան առաջին տողից մինչև վերջին տողը ճշմարտություն է, եւ երրորդ տարբերակը, որ այդ ինֆորմացիայի մեջ կա եւ սուտ ու կեղծիք եւ ճշմարտություն։ Չորրորդ տարբերակ գոյություն չունի։ Հիմա որպեսզի մենք առաջին հետևությունը կատարենք, որը ամբողջությամբ սուտ է, ուրեմն մենք այդ գրքի մեջ, այդ գրքի բովանդակության մեջ չպետք է կարողանանք որևէ ճշմարտություն գտնել։ Արդյոք դա այդպես է։ Գրքի մեջ խոսվում է օրինակ երկիր մոլորակի մասին։ Ճիշտ է։ Երկիր մոլորակը գոյություն ունի, իրականություն է, իրականություն։ Ուրեմն դա ճշմարտություն է։ Ես չեմ խոսում երկիր մոլորակի արարման մասին, որովհետև կա տեսակետ, որ հզոր պայթուն է տեղի ունեցել, մի շարք գիտնականներ այդ տարբերակն է, այդ տեսակետն են ներկայացնում, սակայն այդ տեսակետը մեր հայորդի գիտնական Պարիս Հերունին իր տելեսկոպի միջոցով հերքեց եւ ամբողջ աշխարհին ապացուցեց դա, այդ մասին չէ խոսքը, արարման մասին չէ։ Երկիր մոլորակի մասին խոսում է այդ գրքում, խոսում է։ Գոյություն ունի, ուրեմն դա ճշմարտություն է։ Խոսվում է գրքում մարդ արարածի մասին, մարդ արարածը գոյություն ունի, ճշմարտություն է։ Կենդանական, բուսական աշխարհը նույնը։ Խոսվում է ժողովուրդների մասին, իսկ ավելի կոնկրետ հրեա ժողովրդի մասին։ Հրեա ժողովուրդը գոյություն ունի։ Ուրեմն ինչ է ստացվում, որ այդ գրքի մեջ կա ճշմարտություն։ Ուրեմն առաջին տարբերակը հերքվում է։ Հիմա երկրորդ տարբերակը։ Մենք որպեսզի հետևություն անենք, որ այդ գրքի մեջ առաջին տողից մինչև վերջին տողը ճշմարտություն է, ուրեմն այդ գրքի մեջ մենք չպետք է կարողանանք որևէ սուտ գտնել։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ 5 փաստ։ Գիտակից մարդու համար ընդհանրապես մեկ փաստը բավարար է, որպեսզի եզրակացություն կատարի, որոշում կայացնի։ Ես ձեզ ներկայացնելու եմ 5 փաստ։ Եթե դա էլ նշանակություն չունենա, ուզում եք 10 ներկայացնեմ, ուրեմն 100-ը ներկայացնեմ, միևնույն է, դուք մնալու եք ձեր կարծիքին։ Դա ձեր իրավունքն է։ Ուրեմն, առաջին ես նորից եմ կրկնում, ես հիմնվելու եմ հայոց լեզվի, լեզվամտածողության եւ երկրորդ գործիքը տրամաբանության գիտության վրա։ Ունենք երկու գիրք՝ հին կտակարան եւ նոր կտակարան։
այդ գրքերը նույնպես համարվում են աստվածաշնչեր։ Հիմա ինչ է նշանակում հին եւ նոր, մենք բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում հին, ինչ է նշանակում նոր։ Իսկ երբևիցե մտածել եք ինչ է նշանակում կտակարան։ Ես հիմա ձեզ տամ կտակարան բառի իմաստը ինչ է նշանակում։ Իսկ դուք մտածեք։ Որպեսզի դա ավելի համոզիչ լինի, ես հայոց լեզվի բառապաշարից եւս մի բառ կընտրեմ, նմանատիպ բառ, եւ այդ երկու բառերի իմաստների հիման վրա, այսինքն նույն տրամաբանությամբ փորձենք հասկանալ, թե այդ կտակարան բառը ինչ է նշանակում։ Վերցնենք բնակարան բառը, կտակարան եւ բնակարան։ Մենք բոլորս գիտենք ինչ է նշանակում բնակարան։ Նախ ասեմ, ինչով են նման այս բառերը։ 75% այդ բառերը նման են իրենց հնչողության։ Կտակարան, բնակարան։ 75%։ 100% այդ բառերը նման են իրար տառերի քանակով։ 8 տարից են բաղկացած։ 6 տարերը նույնն են։ 6 տարերը նույնն են։ Տարբերվում են 25% միայն։ Առաջի երկու տարերը, ԿՏ եւ ԲՆ։ Մնացած տարերը նույնն են։ Այսինքն այս բառերը, այս երկու բառերը իմաստով եւ նշանակությամբ միմյանցից տարբերվում են 25%, իսկ միմյանց նման են 75%։ Ինչ է նշանակում բնակարան։ Բնակելի տեղ, չէ՞, ճիշտ է, բնակվելու տեղ։ Իսկ ինչ նշանակում բնակվելու, բնակվել։ Բնակվել նշանակում է բուն դնել։ Այսինքն բնակարան դա այն տեղն է, որտեղ բուն է դրած։ Ճիշտ է։ Բուն դրած տեղը կոչվում է բնակարան։ Այդ նույն տրամաբանությամբ էլ բացատրվում է կտակարան բառը։ Դա այն տեղն է, որտեղ կուտ է դրած։ Ես մի քանի օքի այդ բացատրությունը տվել եմ, իրենք ասում են կուտ բառը չէ, այդ բառի արմատը կտն է, կուտն է, ոչ թե կտակը։ Բնակարան բառի արմատը բնակը չէ, բունն է։ Բնակը դա բունի փոքր տեսակն է, բուն բնակ։ Իսկ կտակը կուտի փոքր տեսակն է, կուտ կտակ։ Օրինակ բերեմ, օրինակ ձեր պապը ինչ-որ մի բան է կուտակել, չէ, հավաքել, ինչ-որ մի բանից շատ հավաքել է, ասում ենք, չէ, կուտակել է, պաշար է, ինչ-որ մի բան պաշար կուտակել է, և նա ունի 10 երեխա, որպեսզի կտակ թողնի, այդ կուտը նա բաժանում է 10 փոքր մասերի և կտակում, այդ կուտակած կուտը կտակում է, ավելի փոքր մասերի է բաժանում և բաժանում է իր երեխաներին, կտակ է թողնում։ Կտակարան բառի արմատը դա կուտն է, բնակարան բառի արմատը բունն է։ Բնակարանը դա այն տեղն է, որտեղ բուն է դրած, իսկ կտակարանը այն տեղն է, որտեղ կուտ է դրած։ Իսկ չգիտեք կուտը ինչ է։ Կուտը ովքեր են ուտում։ Հավերը։ Իհարկե գիրքը գրված չէ հավերի համար, հավերը կարդալ չգիտեն, իսկ մարդիկ կուտ չեն ուտում են, չէ, որ երբ որ մեկը ինչ-որ մեկին սուտը և կեղծիքը ուզում է ճշմարտության տեղ մատուցի, չենք ասում կուտա տալիս։ Եվ հենց այդ գիրքը կտերի հավաքածու է, դա ինձ հայոց լեզուն է ինձ ասում, հայոց լեզվի լեզվամտածողությունը, որը ինձ շնորհել է Արարիչը, որ ես ամենաճշգրիտ լեզվով խոսեմ, որպեսզի չկարողանան ինձ մոլորեցնել։ Կտակարանը դա կտերի հավաքածու է, կտերի ժողովածու է։ Ուտում եք այդ կուտը, որտեղ գրքի հեղինակները
Բուն հեղինակները ոչ թե նրանք, ովքեր այդ գրքերում ներկայացված են որպես հեղինակներ, կա չէ Եսայի գիրք, Դանիելի գիրք, չգիտեմ, Իզիկելի, Սողոմոնի, դուք մտածում եք դրանք են բուն հեղինակները։ Իհարկե ոչ։ Բուն հեղինակը նպատակ ունեցել այդ մեթոդով, այդ գրքերի միջոցով կառավարել ու ստրկացնել մարդկությանը։ Եվ ինքը հիմար չէր ու միամիտ չէր, որպեսզի իր անունից գրեր այդ գրքերը։ Եթե միլիոնավոր մարդիկ չէին հասկանա, որ այդտեղ կտեր է դրած, որ ինքը ցանկանում է սուտ ու կեղծիքը ճշմարտության տեղ մատուցել, կուտ տալ, մոլորեսնել մարդուն, ապա մի 10 մարդ կարող էին հասկանալ եւ իր մասին կիմանային։ Դրա համար բուն հեղինակները, գրքի բուն հեղինակները միամիտ չէին, որ իրենց անունից գրեին այդ գրքերը։ Դրա համար վաճառված շահամոլ պարազիտներ են գտել, անունները դրել դրանց առաքյալներ ու դրանց անունից այդ գրքերը հրապարակել։ Իմ հայոց լեզուն ասում է, կտակարանը դա կտերի հավաքածու է, կտերի ժողովածու է, որտեղ ցանկացել են սուտը կեղծիքի եւ կեղծիքը ճշմարտության տեղ մատուցել մարդկությանը։ Ես վստահում եմ իմ հայոց լեզվին։ Ինձ շնորհել է այդ լեզուն իմ արարիչը, ինձ ստեղծողը։ Դուք ում եք վստահում։ Գնացեք գրքի հեղինակներին վստահեք, ձեր գործն է, ձեր իրավունքն է։ Սա առաջին փաստը։ Հայոց լեզվի լեզվամտածողության հիման վրա, որ այդ գրքի մեջ սուտ ու կեղծիք կա։ Երկրորդ փաստը։ Վերցնենք օրինակ երկու գիրք, մեր ձեռքի տակ կա երկու գիրք։ Մի գրքի վրա գրված է Աստվածաշունչ, մյուս գրքի վրա գրված է ֆիզիկա։ Ես ֆիզիկայի գիրքը բացում եմ ու կարդում եմ։ Ու ինչ եմ կարդում, այնտեղ գրված է ֆիզիկայի օրենքների մասին, Նյուտոնի, Օհմի, Պասկալի, Արքիմեդի, ֆիզիկական երևույթների մասին, մագնիսական դաշտերի, իմպուլսների, մարմինների, օպտիկայի մասին։ Եվ ես հասկանում եմ, որ գրքի անվանումը համապատասխանում է գրքի բովանդակությանը։ Գրքի վրա գրված է ֆիզիկա, բացում եմ գիրքը, գրքի բովանդակությունը համապատասխանում է գրքի անվանմանը։ Դա տրամաբանություն է։ Տրամաբանության առաջին օրենքն է։ Եթե այդ օրենքները դուք չգիտեք, դուք մեղավոր չենք, դա գիտություն է, ինչպես օրինակ, եթե ես ասում եմ, մարդկության 95%-ը այսօր մի քիչ շեղվեմ թեմայից, չունեն տրամաբանություն։ Ես չեմ ցանկանում ձեզ վիրավորել։ Դա գիտություն է, օրինակ, եթե ձեզ ասեմ դուք ֆիզիկա չգիտեք, դուք չեք վիրավորվի, ճիշտ է։ Դուք դպրոցում հաճախել եք, այդ գիտությունը անցել եք, բայց դուք չեք սովորել։ Դե ինչ կա դրա մեջ, ձեզ չի հետաքրքրել, չեք սովորել, չէ՞։ Դա ուրիշ բան է, բայց տրամաբանությունը նույնպես գիտություն պետք է առաջին դասարանից մեր դպրոցներում դասավանդվի, ունի իր օրենքները, որպեսզի մենք զարգացնենք մեր տրամաբանությունը։ Իսկ դա ձեռք չի տալիս ներկա գործող ջհուդական համակարգին, որ մարդիկ ունենան տրամաբանություն եւ կարողանան սուտը կեղծիքից տարբերել, զանազանել։ Հիմա գրքի վրա գրված է ֆիզիկա, գրքի բովանդակությունը բացում եմ, կարդում եմ, հասկանում եմ, որ համապատասխանում է անվանումը բովանդակության հետ։ Հիմա անդրադառնանք Աստվածաշունչ գրքին։ Գրքի վրա գրված է Աստվածաշունչ։ Դեռ գիրքը չեմ բացում, գիրքը հետո եմ բացելու ես հələ։ Գրքի մեջից նույնպես օրինակներ կբերեմ։ Ինչ է նշանակում Աստվածաշունչ, չեք հասկանում, հայերեն բառ է, Աստծո շունչ, ճիշտ է։ Ինչպես պետք է հասկանանք Աստծո շունչ։ Մենք էլ չէ, մենք մարդ ենք, ունենք շունչ, մարդը նույնպես շունչ ունի, չէ։ Շնչում ենք,
Դա որն է, ինչն է։ Բարև Հովհաննես ջան։ Երբ որ մենք շնչում ենք, ինչ է տեղի ունենում։ Մենք մեր թոքերի մեջ ներ ենք քաշում մթնոլորտից օդ, ճիշտ է։ Որովհետև օդի մեջ թթվածին է պարունակվում, մեր կենսունակության համար, մեր օրգանիզմի կենսունակության համար այդ թթվածինը անհրաժեշտ է։ Արյան շրջանառության համար, ուղեղի նեյրոնների աշխատանքի համար, եթե մեր ուղեղի մեջ 1 րոպե, միգուցե 5 րոպե թթվածին չմտնի, ապա մեր ուղեղի նեյրոնները հերթականությամբ բոլորը կհանան եւ մենք կկորցնենք մեր գիտակցությունը։ Դրա համար մենք շունչ ենք քաշում։ Շունչ քաշել օդ ենք քաշում մեր թոքերի մեջ, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Ես բացատրեցի, թե ինչ է շունչը։ Հիմա Աստվածաշունչ, Աստծո շունչը ինչա, ուրիշ բան, հա։ Իհարկե մեր պատկերացումները եւ մեր իմացությունը Աստծո մասին տարբերվում են։ Ես մոտավորապես մի 10 տարի առաջ իմ ուղեղի մեջ Աստված բառի իմաստը եկել է։ Ես այդ ինֆորմացիան ստացել եմ։ Ինչ է նշանակում Աստված։ Հրապարակայնորեն դեռ չեմ խոսել այդ մասին, չեմ ասել, եւ միգուցե այս կյանքից էլ հեռանամ, ու այդպես էլ չասեմ մարդկությանը, որովհետեւ ես գտնում եմ, որ մարդկությունը արժանի չէ իմանա այդ բառի իմաստը։ Բայց մենք մի բան բոլորս մի հարցում ճիշտ ենք, Աստված մենք հասկանում ենք մի արարած։ Մի արարած, արարիցը եւ այդ արարածը շունչ ունի, այդ Աստվածը շունչ ունի։ Աստծո շունչ նշանակում է, եթե ես գիրքը բացեի, տրամաբանորեն, ես պետք է կարդայի Աստծո շնչի մասին։ Ինչ պետք է գրված լիներ, որ Աստվածը դա մի արարած է, շնչավոր արարած է, որը դա շունչը նրա շնչառության process-ն է, երևույթն է, մթնոլորտից օդ է քաշում իր թոքերը, չգիտեմ, որ անհրաժեշտ է իր օրգանիզմի այս օրգանների համար, չգիտեմ, սրա համար մի այդպիսի մի բան պետք է գրված լիներ։ Այդպիսի ինֆորմացիա ես պետք է կարդայի ըստ տրամաբանության։ Ես ինչու օրինակ բերեցի ֆիզիկայի գիրքը, եթե ֆիզիկայի գիրքը ես բացեի ու կարդայի Ադրբեջանի ժողովրդի պատմությունը, ես կասեի, չէ, ես ինչ հիմարություն ա գրած։ Բայց դուք քիչ եք նույն ձևով, նույն մոտեցումը ցուցաբերում, գրված է Աստվածաշունչ, ուրեմն դուք պետք է կարդայիք Աստծո շնչառության շնչի մասին, այդ երևույթի, այդ process-ի մասին։ Իսկ մենք բացում ենք գիրքը, կարդում ենք հրեա ժողովրդի պատմությունը։ Ինչա հրեա ժողովրդի պատմությունը Աստծո շունչն է, ինչ կապ ունի ժողովրդի պատմությունը, ինչ որ մի ժողովրդի պատմություն Աստծո շնչի հետ։ Երբ որ իմանաք տրամաբանության օրենքները, կհասկանաք, թե ես ինչ եմ ասում։ Սա երկրորդ փաստը, որ գրքի անվանումը չի համապատասխանում գրքի բովանդակությանը, դա արդեն սուտ է։ Հիմա 3 օրինակ բերեմ գրքի բովանդակությունից։ Գրված է ինչ-որ Աբրահամի մասին, ով է Աբրահամը։ Աբրահամը հրեա ժողովրդի նախահայրն է։ Հիսուսը նրա տոհմից է։ Ով է Աբրահամը։ Աբրահամը ամուսնացել է իր հալալ եղբոր աղջկա հետ, այսինքն իր երեխայի հետ։ Դա ինչ է նշանակում, որ նա այլասերված է։ Այլասերված մի հատ ցեղ է, այլասերված մի հատ տոհմի ներկայացուցիչ է։
Նա ամուսնանում է իր աղբոր աղջկա հետ, եւ քանի որ նրանք ստեղծող արարողներ չեն, պարազիտներ են այս մոլորակի վրա, աշխատել չգիտեն, արարել չգիտեն, իրենց երկրում նրանք սովի էին մատնվել։ Եվ իրենց այդ պարազիտների աստվածը, այդ գրքի աստվածը իբր, որը արարչի հետ որևէ կապ չունի, իրենց ուղարկում է Եգիպտոս։ Իմանալով հանդերձ, որ գնա Եգիպտոս, այդ Աբրահամը, նրա կինը Սարան, կինը չէ, աղբոր երեխան, գեղեցիկ աղջիկ էր։ Նա գիտեր, երբ որ գնա Եգիպտոս, փարավոնը այդ աղջկան տանելու է որպես սիրուհի օգտագործի։ Եթե դուք իմանաք, որ մի տեղ է գնալու ու ձեր ուժը չի պատելու, դիմադրեք ու ձեր կնոջը տանելու են, որպես սիրուհի օգտագործեն, դուք կգնայեք այդ երկիր։ Ավելի լավ չէր սովից մեռնեիք։ Չէ, Աբրահամը որոշեց գնալ։ Իմանում եք ինչու գնաց։ Նա այդ Սարային հետ ամուսնացել էր, կներեք պետք է ասեն, որպես պոռնիկ, որպես պուտանկա տարել ու վաճառել էր այդ մտքով, գնացել, որ վաճառի փարավոնի վրա։ Ու այդպես էլ եղավ, ու ճամփին ինչ է ասում իր կնոջը։ Ասում է, որ գան հարցնեն, թե դու ով ես, չասես, որ դու իմ կինն ես։ Սուտ կխոսես։ Այդ Սուրբ գրքի ընտրված ժողովրդի նախահայրը Աբրահամը սովորեցնում է իր կնգան սուտ խոսել։ Կասես, որ դու իմ քույրն ես, ու դրա դիմաց փարավոնից նա, չգիտեմ, քանի ոչխար է ստանում, հարստություն է ստանում։ Ու ցանկանում եք ասել, որ դա Աստծո ընտրված ժողովուրդներ է, այլասերված տոհմը։ Այո, ձեր համար այլասերված Աբրահամի տոհմը ընտրված ժողովուրդ է, հայեր։ Ինձ համար ոչ, իմ Աստծո համար ոչ, իմ արարչի համար ոչ, իսկ ձեր համար դա սուրբ գիրք է։ Այլասերված Աբրահամը ընտրված ժողովուրդ է։ Դեպպես էլ մտածեք, ու դուք զարմանում եք, թե դուք եք կոտորվում, 1915 թվականին 1,5 միլիոն կոտորվել եք, ավելի շատ պիտի կոտորվեիք։ Այո, ես սրտանց ցանկանում եմ, եթե ձեր համար այլասերված Աբրահամի տոհմը ընտրված ժողովուրդ է, դուք մի զարմացեք, որ դուք կոտորվելու եք, ավելի շատ պիտի կոտորվեք, ինչն էլ տեղի է ունենում, մինչև խելքի կգաք, կհասկանաք, որ արարչի համար չի կարող այլասերված տոհմը լինել ընտրված, ընդհանրապես չկա ընտրված ժողովուրդներ։ Ինչպես կարող է մի ժողովուրդ ընդհանրապես ընտրված լինել։ Հայեր, դուք էլ ձեր ուղեղից հանեք, որ դուք եք ընտրված։ Երկրորդ օրինակը բերեմ այդ գրքից։ Մյուսը, այն ինչ էր անունը, Հովտը։ Էլի իսկ Հովտը ով էր, Սարայի եղբայրը, Աբրահամի աղբոր երեխան, տղան։ Ինչ է անում արարիչը, իսկական արարիչը։ Վերցնում է այդ այլասերվածների, այն ինչ քաղաքակոշում, բոլորին կոտորում է, որովհետև այլասերված էին բոլորը այնտեղ։ Եվ միակ այդ Հովտին իր երկու աղջիկների հետ պահում է։ Դե պահում է երևի ինչի համար, որպեսզի միգուցե խելքի կգան, չէ՞։ Կհասկանան ինչ տեղի ունեցավ, ինչու կոտորվեցին եւ խելքի կգան։ Խելքի են գալիս։ Ինչ են անում։ Հովտի երկու աղջիկները իրենց հորը
հարբեցնում են ու սեռական կապի մեջ մտնում իրենց հորի հետ, հերթով։ Ու ձեր համար այդ տոհմը ընտրված ժողովուրդ, հա, հայեր։ Սա 4-րդ փաստը բովանդակությունից։ 5-րդ փաստը վերաբերվում է Նոյին։ Ով էր Նոյը։ Եկավ Արարատի լանջին տապանով իջավ, Արարատյան դաշտավայրում խաղող աճեցրեց, գինի սարքեց, հարբեց մի օր, եկավ գիշերը տուն, պարկեց քնելու, ամբողջովին տկլորվեց, պարկեց քնելու, փոքր տղան, Նոյի փոքր տղան, գալիս է տեսնում է, որ իր հերը այդ վիճակում է, գնում է երկու աղբերներին ասում է, որ ստենց մի բան է տեսել։ Երկու եղբայրները աջալը վերցնում են, հետևարի գալիս, հետևարի։ Աջալը գցում իրենց հոր վրա։ Առավոտյան Նոյը արթնանում է ու հասկանում է ինչ է տեղի ունեցել, խելքի է գալիս ու վերցնում է փոքր տղայի երեխային իր թորանը, անմեղ երեխային, անիծում։ Ու այդ գրքի մեջ գրված է, որ այդ գրքի Աստծո համար Նոյը ամենաարդար մարդն էր։ Արդար մարդը կարող էր անմեղ երեխային անիծել։ Դուք մտածեք։ Սա 5-րդ փաստը, որ սուտ է, կեղծիք է։ Ես ձեզ 5 փաստ ներկայացրեցի։ Եզրակացությունները դուք կատարեք։ Ես այս անալիզը, այս վերլուծությունը ինչի համար կատարեցի։ Ոչ թե նրա համար, որ նստեմ այդ սատանայի գիրքը սկզբից մինչև վերջ կարդամ ու պարզաբանեմ, որտեղ է ճշմարտություն գրված, որտեղ է սուտ գրված։ Եթե ես պիտի սատանայի գրքի վրա ժամանակ ծախսեմ, ամոթ ինձ։ Իմ տրամաբանությունը եւ իմ հայոց լեզուն բավականացնում է, ես մակերեսօրներեն ստես նայեմ ու հասկանամ այդ ինչա։ Ու էլ չխորանամ դրա մեջ։ Հասկանալի է ձեզ։ Դա հիմք է հանդիսանում, որ ես հանդես գամ որպես հակաքրիստոնյա։ Էլի դա էլ չեք հասկանում, ես հիմա ավելի մանրամասն բացատրեմ, ինչու եմ հանդես գալիս որպես հակաքրիստոնյա։ Աշխարհում 2.5 միլիարդ մարդ իրենց համարում են քրիստոնյա եւ այդ գիրքը համարում են սուրբ գիրք։ Ինձ համար սուտ ու կեղծիքը չի կարող սրբություն լինել։ Իսկ ձեր համար 2.5 միլիարդ մարդկանց համար դա սրբություն է։ Դրա համար ես ձեր նման քրիստոնյաների դեմ հակա եմ դուրս եկել։ Ձեր դեմ եմ հանդես գալիս։ Դա իմ գործունեության բնույթն է։ Դուք ձեզ համարում եք քրիստոնյա, դե այդպիսի քրիստոնյա եք։ Դուք եք ձեզ ասում, որ դուք քրիստոնյա եք։ Ու ձեր համար այդ սուտ ու կեղծիքը ճշմարտություն է։ Այդ իսկ պատճառով ես ձեր դեմ եմ հանդես գալիս։ Ինձ համար սուտ ու կեղծիքը չի կարող լինել ճշմարտություն։ Իսկ հիմա ավելի խորը, ավելի մանրամասն ձեզ բացատրեմ ինչու եմ հանդես գալիս հակաքրիստոնյա։ Դրա համար ես ձեզ մի կինոնկար կպատմեմ։ Այդ կինոնկարը բազմասերիանոց կինոնկար է եւ ոչ թե մի ինչ-որ սցենարիստի կողմից գրված սցենարով նկարահանված կինոնկար է, այլ այդ կինոնկարը ռեալ կինոնկար է։ Այդ կինոնկարը այսօր ընթանում է, ռեալ, դա մեր կյանքն է։ Իսկ մեզանից յուրաքանչյուրը այդ կինոնկարի դերակատարներից ենք։ Այո, դա կինոնկար է, մենք կինոյի մեջ ենք։ Իսկ գիտեք ով է հեռուստադիտողը։
Հերոստատիտողը արարչական քաղաքակրթությունն է, որը մեզ ստեղծել է։ Հետևում են մեզ։ Դուք մտածում եք չեն հետևում։ Հենց ստեղծել ու ասել են ոնց ուզում են թող ապրեն, հա։ Ես բան ու գործ չունեին, իրենց ռեսուրսները ծախսեցին, իրենց ժամանակը ծախսեցին, որպեսզի ստենց ստեղծեն ու ասեն գնացեք ոնց ուզում եք ապրեք։ Այդ կինոնկարը ունի սկիզբ եւ վերջ։ Եվ գրքում գրված է վերջին ժամանակների մասին։ Ես էլ եկել եմ ձեզ ասելու երբ է կինոն ավարտվելու։ 2029 թվականին կինոնկարը ավարտվում է։ Սեպտեմբերի 3-ին։ Որտեղից այդ փաստերը ինձ։ Ինչի հիման վրա եմ դա ասում։ Ովքեր կցանկանան կարող են ինձ հետ հանդիպել, ես ավելի մանրամասն այդ փաստերը ներկայացնեմ։ Կինոնկարի վերջին սերիան սկսվել է 2012 թվականից, ավարտվելու է 2029 թվականին։ Ես այդ կինոնկարից մի դրվագ կպատմեմ ձեզ։ Ինչու այդպես ստացվեց, որ 2011 թվականին ես մի փոքր բացեմ փակագծերը, իմ կյանքում տեղի ունեցել իրադարձություն, որի հիման վրա ես այս տվյալները հիմա ձեզ հաղորդում եմ։ Մի փոքր ես ձեզ կպատմեմ այդ մասին։ Ուրեմն այդ կինոնկարի այդ դրվագը ձեզ պատմեմ։ Դրվագը սկսվում է հետևյալ տեսարանով, որ սրճարանում նստած են սեղանի շուրջ 3 տղամարդ։ Այդ տղամարդկանցից մեկը ես եմ։ Իսկ մյուս երկուսը երկու եղբայր են, Պողոս եւ Պետրոս Մարտիրոսյանները։ Եվ մեր զրույցը սկսվում է նրանով, որ սկսում ենք միմյանց հետ նախ ծանոթանալ, նրանք ինձ են հարցեր տալիս, ես իրենց ով ենք, ինչ ենք, որտեղացի ենք, ամուսնացած ենք, ամուսնացած չենք, քանի երեխա ունենք, ինչ ենք աշխատում։ Ծանոթանալուց հետո Պողոսը առաջարկում է անցնել բուն թեմային, ինչի համար մենք հավաքվել ենք։ Եվ նա ասում է հետևյալը, որ ինքը իրեն քրիստոնյա է համարում, իր եղբայրը Պետրոսը նույնպես իրեն քրիստոնյա է համարում, եւ իր մտերիմները, իր ազգակիցները, մեր ազգի մեծ 95%-ը իրենց քրիստոնյա են համարում, իսկ իրենք Facebook-ում եւ YouTube-ում մի շարք տեսանյութեր են դիտել, որտեղ ես հանդես եմ գալիս որպես հակաքրիստոնյա, Պողոսը ինձ հարցնում է. Հալիկ, ինչու ես, մենք ինչ ենք քեզ արել, ինչ վատ բան ենք քեզ արել, որ դու մեր դեմ ես հանդես գալիս, ինչու ես հանդես գալիս որպես հակաքրիստոնյա։ Պողոսի ես այդ հարցին հարցով եմ պատասխանում, ասում եմ կլինի Պողոս, ես իմ կյանքից մանկությունից մի օրինակ բերեմ, մի պատմություն պատմեմ, իսկ այնուհետև կպատասխանեմ քո հարցին, քանի որ նրանք չէին շտապում, համաձայնվում են, ու ես պատմում եմ այդ պատմությունը, փոքր տարիքում ես երևի մի 7 տարեկան երեխա էի, ես ինքը Սիսիանից եմ, Սիսիանում եմ ծնվել, հենց քաղաքում, իսկ իմ նախնիները պապս Նախճեվանից է, որը նույնպես Սյունիք է եղել, Եղեռնի տարիներին փախել են Նախիջևանից եւ հանգրվան են գտել, բնակություն են հաստատել Սիսիանում։ Փոքր տարիքում, օրինակ 7 տարեկան հասակում ես մեր շենքի երեխաներով, բակի երեխաներով մի շատ չար արարք էինք կատարել հարևան շենքի երեխաների հանդեպ, ցեմենտով լողացրել էինք մոտ մի 6-7 երեխայի եւ այդ երեխաներից մեկի ծնողը տեսել էր, որ այդ անողներից մեկն էլ ես եմ եղել, գալիս եմ մեր տուն ու իմ ծնողներին բողոքում ու երբ ես գալիս եմ տուն
մայրս շատ խիստ ջղայնանում այն վրա ու սկսում խրատել, թե հարցում է ինչու եմ այդպիսի բան արել, դե ես պատասխանում եմ մամ, դե բոլորը արեցին, ես էլ արեցի։ Այդ ժամանակ մայրս ինձ մի խորհուրդ տվեց, մի խրատ տվեց, ասեց. տղա ջան, ալիք ջան, բոլորը կարող է գլուխը տան պատին, դու էլ ես տալու։ Ու իմանում եք ժողովուրդ, հայր ջան, այդ մայրական խորհուրդը, խրատը ինձ այնքան է օգնել իմ կյանքում, ընտրություն կատարելիս, որոշումներ կայացնելիս, ինչպես ապրեմ։ Այո, այդ մայրական խրատը։ Ու հիմա ես այդ պատմությունից հետո հիմա Պողոսին սկսեցի պատմել, թե ինչու եմ հանդես գալիս հակաքրիստոնյա։ Ես նրանց ներկայացրեցի, պատմեցի այն պատմությունը, որ իմ կյանքում եղել է 2011 թվականին։ 11 թվականին ես նվեր եմ ստացել Արարչից։ Այո, անձամբ ես առարկա եմ ստացել նվեր Արարչից, Աստծուց։ Եվ այդ առարկան իմ ձեռքումն է։ Ժամանակը կգա, ես այդ առարկան մի օր հրապարակայնորեն, այնպես չէ, որ դա գաղտնիք է, ես կցուցադրեմ։ Կգա այդ օրը, միգուցե եւ չգա, չգիտեմ, բայց դա գաղտնիք չէ։ Թե ինչու եմ ես ստացել այդ առարկան նվեր, դուք ինքներդ մտածեք, ինձ նվերել է Արարիչը։ Սխալվել է, որ նվերել է։ Կարող է արդյոք Աստված սխալվի։ Թե թող ձեզանից որևէ մեկին նվիրեր։ Նա իմացել է ում պետք է նվիրի։ Մեզանից յուրաքանչյուրի միջոցով արարչական քաղաքակրթությունը ցանկանում է փոխել մեր կյանքը, որ մենք հոգևոր զարգացման հասնենք ու փոխենք մեր կյանքի պայմանը, մեզանից յուրաքանչյուրի միջոցով։ Ուղղակի կախված է ձեր նպատակներից, դուք ուշադրություն դարձնում եք, թե ոչ։ Իսկ ես անձամբ առարկա եմ նվեր ստացել։ Եվ այդ առարկան նրանց ում որ ես ցույց եմ տվել, բոլորն են նույն բանն են տեսնում։ Ինչպես եւ ես այդ առարկան ստանալով պետք է որոշում կայացնեի։ Նախ պետք է հասկանայի ով եմ ես։ Ես դա հասկացա ով եմ ես։ Ես այն մարդն եմ, որ այդ նվերը պետք է ստանայի, ինքն էր այդպես որոշել, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեմ։ Բացի նրանից, որ ունեմ ընտանիք, պետք է աշխատեմ, ապրեմ, համատեղեմ, դրա հետ միասին պետք է ինչ-որ գործունեությամբ զբաղվեմ։ Այդ ամենը հասկացա, եւ այդ գործունեությամբ ես զբաղվում եմ։ Այդ գործունեությունը հակաքրիստոնեությունն է։ Ինչու՞, հիմա բացատրեմ ինչու։ Ես պետք է որոշում կայացնեի, հասկանայի ով եմ ես։ Ես ինքս քրիստոնյա եմ, թե ոչ։ Այդ առարկային նայելով նախ պետք է հենց այդ հարցին պատասխանեք։ Դուք ով եք։ Քրիստոնյա եք, թե քրիստոնյա չեք։ Ես պետք է այդպիսի որոշում կայացնեի։ Եվ այդ որոշումը ես կայացրեցի։ Ինչպես կայացրեցի ու պատմում եմ երկու եղբայրներին, թե ինչպես կայացրեցի։ Ես հիշեցի իմ մայրական խրատը։ Եթե բոլորը գլուխը պատին տան, դու էլ ես տալու։ Իմ շրջապատում բոլորը իրենց քրիստոնյա են համարում։ Ինչա որ բոլորը 2.5 միլիարդ մարդ, ուզում է 100 միլիարդ մարդ իրենց քրիստոնյա են համարում։ Պիտի ես էլ ասեմ քրիստոնյա եմ, թե միգուցե հասկանամ, թե դա ինչ է։ Դե որպեսզի հասկանամ ինչ է, նախ պետք է հասկանամ այդ բառի իմաստը, չէ՞։ Ինչ է նշանակում քրիստոնյա։ Քրիստոնյա բառի հիմքում ընկած է Քրիստոս բառը։ Իսկ ինչ է նշանակում Քրիստոս։ Քրիստոսը դա հունարեն բառ է։ Նշանակում է ընծյալ, օծյալ, ընտրված, Աստծո որդի,
Միսիա, Մարգարե, եթե դուք ասում եք, որ դուք քրիստոնյա եք, դա նշանակում է, որ դուք ասում եք, որ դուք Քրիստոս եք, որ դուք ապրում եք աստվածային արժեքներով։ Հասկանում եք, ինչ է նշանակում լինել քրիստոնյա։ Ես իմ շրջապատում բոլորին հարցնում եմ, դու մարգարե ես, ասում են չէ, բախ ես ասում, որ դու քրիստոնյա ես։ Ես այդ բացատրությունը տալիս եմ այդ երկու եղբայրներին ու ասում եմ, որ այսօր բոլոր քրիստոնյաները ես տեսնում եմ, չէ, ինչպես են ապրում։ Այսօր աշխարհում չկա մի մարդ, որ անձնագիր չունենա այս ջհուդական, սատանայական կառույցներից։ Քրիստոնյա մարդը, ով աստվածային արժեքներով է, այդ բառը այդ է նշանակում, չի կարող համագործակցել ջհուդական համակարգի հետ, որտեղ իր անոտարելի իրավունքները ոտնահարված են, եւ նա ստրկության մեջ է գտնվում, բայց կամավոր, ու ինքը չի կարող ասել ինքը քրիստոնյա է, քրիստոնյա դա է նշանակում, հարցում եմ դու մարգարե ես, ասում է չէ, ուրեմն աշխարհում ապրում են 2.5 միլիարդ սամազվանեց, խաբեբա, սուտասան քրիստոնյաներ, հասկանալի է ձեզ, այդ իմ խոսքի վրա այդ Պողոսը, եթե մինչև այդ հանգիստ նստած լսում էր, որ ասեցի բոլոր քրիստոնյաները սամազվանեց են, դուրս եկավ ու արդեն ուրիշ տոնով, ոնց թե կարողա տեղը չես բերում, ոնց թե բոլոր քրիստոնյաները սամազվանեց են։ Ու այդ ժամանակ մեր զրույցին միջամտեց նրա եղբայրը, Պետրոսը։ Դիմեց իր եղբորը եւ ասեց. «Ալիքից ներողություն խնդրի»։ Պողոսը թե ինչպես նա մեզ սամազվանեց է անվանում, իսկ դու ասում ես ներողություն խնդրի, Պետրոսը նորից դիմեց, ասեց կամ ներողություն խնդրի, կամ դուրս արի գնա տուն, կգամ իրար հետ տունը կզրուցենք։ Մենք այնուհետև խոսեցինք Պետրոսի հետ շարունակ, նա իհարկե ներողություն չխնդրեց, դուրս եկավ ու գնաց։ Շարունակեցինք Պետրոսի հետ մեր զրույցը։ Պետրոսը ինձ ասում է. «Ալիք, միգուցե դու պետք է հանդես գաս քրիստոնյա, բայց բացատրես մարդկանց, որ ինչ է նշանակում քրիստոնյա լինել, դա ապրելակերպ է»։ Ես նրան պատասխանեցի, որ դա սխալ է, սխալ մեթոդ է, որ քրիստոնյա մարդը դա կոչում է։ Քրիստոս լինել, քրիստոնյա լինել, դա կոչում է։ Դու չես կարող ինքդ քեզ գովաբանել ու ասել, որ դու իմանում ես, ես սուրբ եմ։ Եթե որևէ մեկը քեզ հարցնի դու քրիստոնյա ես, դու պետք է ասես եղբայր, իմ հետ շփվիր, իմ ապրելակերպից դու կհասկանաս ես ով եմ։ Բայց դու մի ասա, որ դու քրիստոնյա ես։ Ախր ես տեսնում եմ, եթե աշխարհում լինեին 2.5 միլիարդ քրիստոնյաներ, մենք այս վիճակում չէինք լինի։ 2.5 միլիարդ աստվածային արժեքներով առաջնորդվող մարդիկ լինեին, երկիր մոլորակի վրա դրախտ կլիներ։ Ուրեմն դուք սամազվանես քրիստոնյաներ եք, ասելով են դառնում քրիստոնյա։ Ու ես նրան բացատրեցի, թե ինչ է տեղ ունեցել 301 թվականին։ 301 թվականին Հայաստանում, մեր երկրում քրիստոնյաների արտադրության ցեխ է դրվել։ Դու գնում ես այս ջհուդական կառույցները, սատանայական կառույցները, եկեղեցի է կոչվում։ Փող ես վճարում, քո գլխի մի բաժակ ջուր են լցում ու այդ սատանայի գիրքներ, որի մեջ սուտ ու կեղծիք կա եւ ճշմարտություն, Աստվածաշունչ է կոչվում, դնում են թևի տակ ու կներեք
որիդ խփում ու գցում են մի հատ թունելի մեջ։ Ու այդ թունելով դու պիտի գնաս։ Գնաս թունելի վերջում Աստված քեզ է սպասում, գնում ես, դա Աստծո ճանապարհն է։ Դու էլ այդ թունելով ինչքան գնում ես, այնքան լուսավորությունը թուլանում է, չէ՞, ինչքան առաջ գնաս թունելով։ Պատկերացրի մի տրուբի մեջով գնում ես։ Ու իրանք ինչ են ասում, Աստծո ճանապարհը, դժվար ճանապարհը, ամեն մարդ չի կարող այդ ճանապարհով գնալ։ Իսկ ես ասում եմ, Աստծո ճանապարհը ամենահեշտ ճանապարհն է, ու մութ ճանապարհ չէ, լուսավոր ճանապարհ է։ Եթե ես գնում եմ դեպի լույսը, դեպի Աստվածը, դեպի Արարիչը, ինչպես կարող է դա դժվար ճանապարհ լինել։ Դա լուսավոր մի ճանապարհ է, ու շատ հեշտ։ Իսկ եթե դուք մտել եք մի թունելի մեջ ու գնալով ձեր կյանքը համ դժվարանում է, ձեր տեսանելիությունն է թուլանում, տեսանելիությունը թուլացավ, դուք չեք կարողանալու ճիշտը սխալից ջոկել։ Թույլ տեսանելիություն ունեք։ Ինչքան գնում եք, այնքան մտնում է։ Եվ իմ նպատակն է, ձեր հետ միասին մտել եմ այդ թունելի մեջ, այդ տրուբայի մեջ։ Եկեք ձեզնից անցել եմ ու ձեր առաջ պատ եմ կառուցում։ Հակաքրիստոնեությունը դա իմ գործունեության բնույթն է, դա պատ է, ես պատ եմ կառուցում ձեր առաջ, որ գլուխներդ գաք ու խփեք այդ պատին ու հետ շրջվեք թունելից դուրս գաք։ Դա իմ գործունեության բնույթն է։ Թե ով եմ ես գիտեմ ես ով եմ։ Շփվեք ինձ հետ անձնապես, ոչ թե նրան լսելով։ Ձեր իմացության եւ չիմացության հետևանքով դուք չեք կարող ճիշտ եզրակացություն կատարել։ Հոգևոր զարգացման սանդղակ գոյություն ունի։ Եվ մարդկության 99%-ը 5-րդ մակարդակ չի կարողանում անցնել, որովհետև փողային համակարգում ենք ապրում։ Մարդիկ գտնվում են առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ մակարդակների վրա։ Եվ մինչև չանցնեք 5-րդ մակարդակը, դուք չեք հասկանալու, թե ես ինչ եմ խոսում։ Հիմա հասկանալի է ես ինչու եմ հանդես գալիս հակաքրիստոնյա։ Դա իմ գործունեության բնույթն է, որ գլուխներդ գաք խփեք այդ պատին, ես պատ եմ կառուցում։ 1720-ը քանի տարի է արդեն, 4 տարի է, դուք այդ թունելով գնում եք, ինչքան գնում, այնքան ձեր կյանքը վատանում է, չեք զգում, կոտորվում եք։ Ես այդ պատը կառուցում եմ, որ թունելից դուրս գաք։ Իսկական ճանապարհը, գլխավոր ճանապարհը բռնեք դեպի Արարիչ։ Իսկ դրա համար հոգևոր զարգացման սանդղակ գոյություն ունի։ Այդ սանդղակի մակարդակներով երբ որ բարձրանաք, հասնեք 5-րդ մակարդակ, այն ժամանակ կհասկանաք իմ բոլոր առաջարկությունները, թե ինչպիսի ճանապարհ եմ ես ձեզ ցույց տալիս։ 10 տարվա ընթացքում, 5-ից 10 տարվա ընթացքում երկիր մոլորակը կարելի է վերածել դրախտի։ Ուրեմն այսօրվա հաղորդման վերջում ինչ եմ ցանկանում նորից ասել ձեզ։ Աշխարհում ապրում է 2.5 միլիարդ մարդ, որոնք իրենց համարում են քրիստոնյաներ, իրենց համար Աստվածաշունչը սուրբ գիրք է, որտեղ իսկ ինձ համար սուտ ու եւ կեղծիքը չի կարող սրբություն լինել, այդ իսկ պատճառով ես հանդես եմ գալիս ձեր դեմ։ Ձեր դեմ հանդես դուք ձեզ համարում եք քրիստոնյա, ես հանդես եմ գալիս ձեր դեմ։ Ձեզ հակա, դրա համար էլ հակաքրիստոնյա։ Իսկ իրականում ով եմ ես։ Ինչ եք կարծում, եթե Աստված երկնքից իջներ, ոչ թե երկնքից, այլ այն աստղից, որտեղ որ նա ապրում է։ Մի աստղի վրա նա բնակվում է այդ արարչական քաղաքակրթությունը։ Դուք կարծում եք ձեր դեմ հանդես չէր գալու,
սամազվանեց քրիստոնյաների։ Քրիստոնյա մարդը չպետք է ասի, որ ինքը քրիստոնյա է։ Դա ապրելակերպ է, դա կոչում է։ Հարցում եմ, դուք մարգարե եք, դուք միսիա եք, չէ, բախ եք ասում, որ դուք քրիստոնյա եք։ Ուրեմն հարցին ճիշտ պատասխանեք, եղբայր շփվեք իմ հետ և կհասկանաք, ես քրիստոնյա եմ, թե քրիստոնյա չեմ։ Իսկ եթե դուք ասում եք քրիստոնյա եք, դուք սամազվանեցեք, ասելով չեն դառնում քրիստոնյա։ Դա ապրելակերպ է, իսկ այդ օրենքները, այդ ապրելակերպը, ինչ կանոններով, օրենքներով ապրեք, մեր ազգը, մինչև Հիսուսի ծնվելն է այդ օրենքներն ու կանոնները իմացել։ Ինձ Հիսուսը չի էլ հետաքրքրում, որովհետև իմ պապերը, իմ նախնիները այդ օրենքները իմացել են և կիրառել են իրենց կյանքում։ Անունը դրել եք քրիստոնեական արժեքներ, դա Քրիստոս հուներեն բառ է, ես չեմ ցանկանում այդ բառը օգտագործել, ոչ թե ինչ-որ հույն ազգի դեմ ինչ-որ բան ունեմ, ինչա մեր բառապաշարը չունենք, մեր հայոց լեզուն չունենք, ճիշտ բառեր օգտագործենք։ Աստված բառը ունենք, օգտագործեք Աստված բառը, Քրիստոսի փոխարեն։ Աստվածային արժեքներ, ոչ թե քրիստոնեական արժեքներ։ Ինչ Քրիստոս։ Հուներեն բառնեք, բերեմ մտցրե մեր լեզվի մեջ։ Ես վատ բան չունեմ իրենց հանդեպ այդ ազգի դեմ։ Եկեք մեր լեզուն չավաղավենք։ Ու հայոց լեզուն իր բառերի ճշգրտությամբ, իր բառերի կազմավորման ճշգրտությամբ։ Ես 1% կասկածանք չունեմ։ Գերազանցում է աշխարհի բոլոր լեզուներին։ Հիմնվենք մեր լեզվամտածողության վրա և տեսեք ինչպես է փոխվում մեր կյանքը։ Հերիք է ձեզ սամազվանեցի տեղ դրած, ինչ ասացիք քրիստոնյա եք դարձաք քրիստոնյաներ, աստվածներ դարձաք, երբ որ կդառնաք նորեն ժամանակ կխոսեք, երբ որ երկիր մոլորակը դրախտ կկառուցեք, կդադարեցնեք ձեր համագործակցությունը այս ջհուդական համակարգի հետ։ Ստեղծելով, արարելով հայկական համակարգը կառաջարկեք ամբողջ աշխարհին բոլոր ժողովուրդներին, այն ժամանակ դուրս եք, թեկուզ այն ժամանակ այլևս չեք ասի։ Դուք չեք ասի, որ դուք աստվածներ եք։ Կողքից կտեսնեն դուք ով եք։ Ինչա ես չեմ տեսնում իմ դիմացին ով է։ Թե դուք ով եք։ Մոմ վառեցիք, ինչա դարձաք քրիստոնյա։ Դուրս եք գալիս ասում եք հայ եք։ Ասելով հայ չեն դառնում։ Հայն էլ է դա կոչում, դա էության տեսակ է։ Կամ ջհուդ եք, կամ հայ եք։ Ազգությամբ կարող է արմեն լինեք, տաջիկ լինեք, հրեա լինեք, ազգությամբ հայ գոյություն չունի, հայը դա էություն է։ Մի բան էլ ասեմ, եթե չասեմ չեք հասկանալու, ես միտում չունեմ որևէ մեկիդ վիրավորելու, դա քննադատություն է, ձեզանից յուրաքանչյուրը իր երեխայի հանդեպ նույն կերպ վարվում է, լինում է ինչ-որ հարցեր, ինչ-որ արարքներ ձեր երեխայի կողմից կատարված, երբ որ դուք նրան ընդամենը ասում եք, բալիկ ջան, չի կարելի, բայց լինում է այնպիսի արարք է կատարում, որ դուք շատ կոպիտ ձևով նրան պատասխանում եք։ Խրատ եք տալիս, շատ կոպիտ ձևով։ Իմ այս եթերը ընդունեք ձեր հասցեին քննադատություն, բայց ոչ թե վիրավորանք։ Ես իրավունք ունեմ ձեզ քննադատելու։
Իսկ դուք կարող եք կամ ընդունել կամ չընդունել։ Դա էլ կախված է ձեր իմացությունից։ Կարող է շատ բան իմանաք, բայց արդյոք անհրաժեշտ բան եք իմանում։ Ես կարող է 1 գիգաբայթ ինֆորմացիա իմանամ, իսկ դուք 10, իսկ այդ ձեր 10-ից 10-ն էլ անպիտան ինֆորմացիա լինի, ոչ անհրաժեշտ։ Այսքանը, շնորհակալություն, ցտեսություն ձեզ։